Իրանց պահանջները ինչ են ուզում ես մարդիկ։ Ես տեղյակ եմ, հա։ Դուք այսքան մարդուց չեք հարցրի, ինձ մանուր ինձ եք հարցնում։ Հələ մի հատ ժողովուրդ ջան, տարեք էլ էս միկրոֆոնները, ինչ կլինի։ Ուրեմն քաղաքացիները շենքից դուրս են, սա հասարակական նախընկերջ եմ, ես հանուն ժողովրդավար պետականության կուսակցության նախագահ Արսեն Սարգսյանն եմ։ Բարի եղեք էթիկան եւ կուլտուրան պահպանեք, չեմ կարծում, որ դուք ես ներկայացա, ես քաղաքական ուժի ղեկավար եմ, տվյալ պարագայում եկել եմ քաղաքացիների սահմանադրական իրավունքը պահպանել։ Ես քեզնից բարձր կգոռամ։ Ուրեմն մենք իրար չենք ճանաչում։ Հարգելի ոստիկաններ, ապահովեք հասարակական վայրը, մենք հասարակական վայրում ենք, ու այս բայդրությամբ դուք խոչընդոտում եք իմ սահմանադրական իրավունքը։ Ես ներկայացա ով եմ, հարգելի։ Հա դուք ով եք, ես չեմ հասկանում։ Ախր այդ ինձ ոչ մի բան չի ասում։ Հիմա կզանգահարեմ նախարարին եւ կհասկանանք թե ինչ եք խոչընդոտում իմ սահմանադրական իրավունքը։ Լսեք, ես չեմ գոռում, ես բարձր եմ խոսում պրոստը, որտեղ մարդը ստիպում է, որ սկսեմ բարձր խոսալ։ Հիմա ձեր հետ եմ խոսում։ Այս հիմնարկը ունի տնօրինություն, այս հիմնարկը ժողովուրդը հավաքվել է, ժողովրդի կամքով է եկել։ Հալո։ Նարեկ Սարգսյան ջան, ուրեմն ամեն ինչը Ոչ մի ժողովուրդ ջան, ոչ տարածքում, ուրեմն Ռասիա մորի կացուցիչները փոխում են որպես քաղաքական ուժի ղեկավար խոչընդոտ են քաղաքացիների եւ իմ սահմանադրական իրավունքը, սահմանադրության 27.1 հոդվածով։ Եթե ոստիկանության նախարարի հանձնարարությամբ հրահանգով չապահովեն թե քաղաքացիների թե իմ իրավունքը, հիմա կզանգեմ այնպես ԵՄ դեսպանին, որովհետև հիմա հարգելի ընկերը ինձ հետ խոսում է նախ իմ քաղաքական իրավունքը ոտնահարելով եւ փորձում է խոչընդոտել քաղաքացիներին թույլ չտալով, որպեսզի իրենց ստորագրահավաքը եւ դիմումը ներկայացնեն, որպեսզի ներկայացնեն կառավարությանը։ Մեզ վերաբերվող բանա, ձեզ չի վերաբերվում։ Լավ, Նարեկ ջան, լավ Սարգսյան։ Գրողներն են մեղավոր, այ ախր ինչ գործ ունեն այս մարդը։ Ասեք, ինչ խնդիր, ինչպես է այս խնդիրը հնարավոր լուծել։ Մարդիկ հիմա ստորագրահավաքը կանեն, փոխանցենք տնօրեններին։ Հիմնավորվել է, թե ինչու են իրենց դուրս հանում շենքից։ Իրանց դուրս չեն հանում, իրանց տեղավորում են ուրիշ տեղ, որ այս շենքը, մեկ լսեք ժողովուրդ, դուք 10 հոգի եք հարցեր եք տալի, ես չեմ կարա սաղիթ լսեմ միանգամից։ Իրանց տեղափոխում են ուրիշ տեղ, իրանց ուզած քառակուսիների մեջ։ Բայց իրենք ուզում են տեղափոխել ուրիշ տեղ։ Բայց մի րոպե, այստեղ ոնց ռեմոնտ անեն այս շենքը, ոնց սարքեն։ Իրանք մեջը ու ռեմոնտ անեն։ Հետո վերադառնալու են։ Այդ արդեն չգիտեմ ես։ Երաշխիքն է։ Հիմա լսեք, չգիտեմ, որովհետև ստորագրահավաքը դրա համար է արվում, որ իրանք իրանց հարցերի պատասխանները իմանան։ Ում տնօրեններին, ում պետք է ուղղված լինի այս մարդուն, որ ստեղել է։ Չէ, նկատի ունեմ այդ մարդը օրինակ ստորագրահավաքը ասած կառավարությանն է ուղղված։ Ձերը օրինակ կարող է պարոն Սուքիասյանին փոխանցվել կամ չգիտեմ ով է տնօրեն ներկայ։ Այս շենքը սեփականատեր ունի, կառավարությունը ստեղ ինչ պետք է անի։ Դե հիմա ստորագրահավաքը թող հավաքեն, կփոխանցենք տնօրեն, մեր գործը է դա որ փոխանցենք այս մարդկանց պահանջները, թող գնան պատասխանը կստանան։ Ասացին Երևան տոնավաճառ են ասել, որ տեղափոխվեն։ Բոլորին Երևան տոնավաճառում տեղ հատկացվելու է։ Ես տոնավաճառի չափերը չգիտեմ ազատ տեղերի ինչքան է, մաքսիմում ինչ հնարավոր է, այս մարդկանց դուրս չեն թողել։ Այս մարդկանց ինչ է, այսպես շատ ուզում են, այսպես հացից կտրեն, հա։ Իրենք երաշխիք են ուզում, որ կրկին կվերադառնան։ Սխալ են ասում էլի։ Լսում եք, իրենք երաշխիք են ուզում, որ կրկին կվերադառնան այս հատվածի։ Վերջո Երևան տոնավաճառը ընկնում է Երևանի վարչական շրջանի մեջ։ Իսկ սա կենտրոն վարչական շրջան։ Եթե այնց սարքվի, որ իրանց հարմար քառակուսի չլինի, ոնց են վերադառնալու։ Կամ փոքր լինի, կամ մեծ։ Ասում են բրենդներ են այստեղ։ Դե ես չգիտեմ ինչ անելու, ախր դրա համար է ստորագրահավաքը, որ իրանք իրանց հարցերի պատասխանը իմանան։ Բայց եթե արդեն որոշվել է, որ 3-4 բրենդ են Եթե ես չգիտեմ, դուք որտեղից գիտեք, կամ ձեզ ասողը որտեղից գիտի, ես չգիտեմ դրա մասին։ Հարցեր կան, գրեք, ստորագրեք, ձեզ կպատասխանեն, երևի այսօր իրիկուն կամ վաղը առավոտ։ Եթե դուք ոչինչ չգիտեք, այդ դեպքում ինչու եք հիմա հարցազրույց տալիս։ Դուք եք ինձանից հարցազրույց եկալ։ Եկել կանգնել ասում եք։ Ես ձեր հետ вообще չէի ուզում խոսալ, ես այն տղու հետ էի խոսում։ Դե գնացեք։ Դուք գնացեք, ես չի գնամ։ Հիմա
Ոչինչ չգիտեք, ոչ ներկայանում եք, ոչ ասում եք ով եք, ոչ խնդրի լուծումը գիտեք, ոչ գիտեք վերջի ինչ է լինելու Ոնց այս խնդրի լուծումը չգիտեմ որն է, ես ասում եմ, այս մարդկանց ինչ է առաջարկվել, չեք լսում դուք։ բայց չգիտեք վերջի ինչ կգա, Բայց չեն գա։ պատասխան տվողը ես չեմ։ Պատասխան տվողը տնօրեններն են, սեփականատերերն են։ Դուք հիմա այստեղ վաճառքի կետ ունեք։ Չէ, ես չունեմ։ Իսկ ով եք դուք։ տնօրենների խորհրդից եք։ Ադմինիստրացիայից է։ Անուն ազգանուն։ Խոսանք ապեր, սպասի։ Ինչի համար։ Հարգելիս, դուք Ինչի համար։ հանրության առաջ հիմա հարցազրույց։ Ես հանրության առաջ չեմ տալի, դուք եք ձեր միկրոֆոնները բերել մոտիկացրել։ Այստեղ քաղաքացիներին ասում եք, աշխատակիցներին ասում եք, որ իրենց տարածք են տալու եւ այլն։ Պատասխանատու հայտարարություններ եք անում, բայց չեք ներկայանում։ Չգիտեք Ո՞վ ով եք։ ներկայացա իմ հայտարարությունների մեջ բան է Ավելի լուրջ փոխվելու։ կընդունեն ձեզ։ Ինձ ով գիտի լուրջ է ընդունում։ Հաստատ համոզված եղեք։ Ինձ պետք չի դուք լուրջ ընդունեք։